Այս գիրակի դեկտեմբերի 7-ին ժամը 22:45-ին հայ հեռուստադիտողին մանրամասն կներկայացնենք, թե ինչ պլաններ ունի Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ թալանած քաղաքացիներին մոմի լույսի տակ պահած սպանություններ կազմակերպած քաղաքական գործիչները 2026 թվականի ընտրություններից առաջ։ Ինչ է պատմել Ռոբերտ Քոչարյանը աջակիցների հետ հանդիպմանը։ Կա մի խոսույթ նախկինների ու ներկաների, որը հիմնական զենքերից մեկն էր Նիկոլ Փաշինյանի մոտ։ 18 թվականից հիշում եք նախկին դա հասարակությունը բաժանելու, իրար թշնամացնելու գործիքակազմ էր։ Ակնհայտ է նաև, որ այս գործիքը այսօր շատ ավելի թույլ է, շատ ավելի։ Ամենից մեծ բացասական վարկանիշը այսօր բոլոր հարցումները ունի Նիկոլ Փաշինյանը ու չվերականգնվող վարկանիշը։ Եվ այս Ալիևի քուրակը նշում է, որ պլան B չունի, նա գնում է մինչև վերջ, հեքիաթները պատմում է, որ երբեք ոչինչ կիսատ չեմ թողել, բնականաբար նա հայ ժողովրդի թալանը, Արցախի թալանը երբեք կիսատ չի թողել եւ երազում է, որ գա իշխանության եւ այդ սուրբ թալանի գործը ուղղակի փոխանցի իր լող որդուն, այսինքն լող որդիներին նշեմ, իր աղջիկներին, որովհետև այնտեղ տղա չկա։ Ինչպես դարձավ, որ հեռախոսների վաճառքով զբաղվող ընկերությունը հայտնվեց խոշոր հարկատուների ցուցակում։ Մեր մոտ առաջի հարկատուն դարել է մի ընկերություն, որը հեռախոսներ է ծախում։ Եթե ուղղակի թվերը նայեք, ստացվել է, որ Հայաստանում ամբողջ բնակչությունը ներառյալ նորացիների տարեկան մի 5 հատ հեռախոս են փոխում։ Իրականում սա է։ Եւ այս տնտեսական աճը իհարկե չի կարող նաև այն էֆեկտը ունենալ աղքատության նվազմանը, փուչիկ աճ, շատ նեղ շրջանակներ են այդ աճից օգտվում։ Դուբայից ներմուծում էին հեռախոսները, խլամ հեռախոսները եւ մաքսանենք ճանապարհով հարկեր չէին վճարել եւ բա հիմա պիտի վճարեն, բա ինչ պիտի անեն։ Արտուր, տեսեք, ինքը այն աստիճանի դիշովկա է, որ ինչ-որ հեռախոսներից է խոսում, այսինքն սրա միակ նպատակը որն է, գա իշխանության, որ իր թույլ են հեռախոս ներմուծին մաքս չվճարի, բա այսինքն հիմա սրանք արտուր, դեք ինչ վիճակա, սրանք խրխրում են։ Սրանք ասում են ոնց մենք պետքա մաքսա զերծենք, մենք պետքա բյուջե փող վճարենք, սենց բան չի եղել, բա դրա համար են խրխրում սրանք։ Դրա համար այդ հալիֆներին հավաքում են, էշեշ խոսում սկսում խաբել, Պուտինի այդ խոսացի սենց 2021 թվականի ոնց է այդ մարդկանց խաբում Արտուր։ Ինչ կեղտոտ քայլերի է գնում Ռոբերտ Քոչարյանը հանուն իշխանության զավթման։ Ուղղակի Ռոբերտ Քոչարյանին կզգուշացնեմ, լսի այ լրբի տղա։ Ոտդ որից է պոկելն եմ Քոչարյան Ռոբերտ։ Ու դու սպասի, երբ հայրը քեզ ու քո բջերին նետելու են պատմության աղբանոց։ Այսինքն այս վիճվածքը տեղը չբերեց եւ չի հասկանում, որ այն լրբի տղերքին, որոնց որ 2 կոպեկ փող է տալի, որ մեզ հայոց են, ինչ որ մեր հետևից խոսան, դա ինչ որ եղանակ է փոխելու եւ նման ձևով նա փորձելու է պաշտպանվել։ Ուրեմն այ քնձռոտ, քո այդ ձևերը, այդ որոշ ժամանակին իշխանությունը զավթել ու կարացել մարդկանց ինչ որ մի հատ երևույթի բերես գցես մարդկանց ջեբը, այսպես ասած, եւ հարցերը լուծես, այսինքն սա նպատակը, որ ինչ որ մի 2 հատ քոսոտի ասի մտնենք մեզ հայհոյեն, մենք էլ դրանց հարցերը լուծենք Երևանի սրտում ու միանգամից 5-րդ ալիքով բանով հելնեն ոռնան, ասեն տեսեք քաղաքացու նկատմամբ ինչ արեցին, բռնություն կիրառեցին։ Ինչպես է քոչարյանական մեդիան փորձում մարդկային դժբախտության վրա միավորներ հավաքել։ Հա, այսա է 2 ամիս, 3 ամիս մաշինեմ քոյնում։ 3 ամիս է այս փչացած մեքենայում է ապրում Արցախից բռնադախտած Աշոտը։ Չի քնում համարյա, գլխի, ոտքի, մեջքի ցավերը չեն թողնում։ Մաշինը քոյնում հարմաչ, ոնց ցավամա, հարմաչ։ Իծնե հաշմանդամություն է ունեցել 40-ամյա Աշոտը, բայց մինչև ապրիլ ի վիճակի է եղել քայլել առանց քայլակի, 8 ամիս առաջ ընկել ու ջարդել է ոտքը, այդ վիճակում էլ հայտնվել է դրսում։ 8 ամիս։ Վարձով է ապրելիս եղել հոր հետ։ Նրա մահվանից 40 օր հետո արտերկրում բնակվող տանտերը ծանոթի միջոցով Աշոտին ասել է, որ պետք է ազատի տունը, որովհետև ինքը շուտով վերադառնալու է իր տուն։ Ժամանակ չի տվել, որ ուրիշ բնակարան գտնի։ Ժամանակ չի տվել։ Ամեն ինչ ժամանակ տամ, հայկո չէ։ Եկալ եմ կոփիտա, ոծամա տեսեք, ամենամեծ տուղալակ, ամենամեծ տուղալակ, 50000 ամենամեծ տուղալակ։
Աշխատել չի կարող Աշոտը, հիմա 30,000 դրամ է ստանում իբրև արցախցի բնակվարձի փոխհատուցում եւ 30,000 դրամ հաշմանդամության նպաստ։ Ալավերդու համայնքապետարան է դիմել տանիք գտնելու հույսով, ասել են տեղ չկա։ Կարելի է բռնության ենթարկելով տեղաշարժում էին A կետից B կետը, որպեսզի այդ ռեպորտաժը նկարահանեին եւ 5-րդ ալիքը ցույց տարվի։ Ալավերդու համայնքապետարան չի անում, հետո այնտեղ մարզպետին Արեն Մկրտչյանի ինչ-որ մեղադրանքներ են հասցնում բան, բա այդ ռեպորտաժը պատրաստելուց իսկ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը այդքան մեծ ծավալ ու ռեպորտաժ նկարելու փոխարեն թող մի հատ այդ տղային տուն տար մի հատ։ Արտուր Պետ չի տուն տա, թող կոնգրես հյուրանոցում մի հատ սենյակ տա, ասի գնա հարգելիս, տուն տեղ չունես, այնտեղ բնակվի։ Այսինքն մենք քանի որ ոլորտը լավ տիրապետող մարդիկ ենք, արդյոք մենք գիտենք թե այդ նկարահանումը ինչպիսի ծախս է, չէ՞, այդ տեխնիկական այնտեղ մեծ ծախս է, այսինքն սրանք միլիոններ են ծախսում, որ այդ դժբախտ դեպքը նկարեն հանրությանը ցույց տան, բայ դիշով կեք, այդքան դուք մտածում եք, Քոչարյան Ռոբերտ, դու այդքան մտածում ես, պետքան գույք ունես, արա։ Բայ վիճված հարսի տանունով 50 հատ տուն կա, բայ մի հատ տուն էլ դու թող այդ Ղարաբաղցիք մնան ընդ որ տուն չունեն ավտոյի մեջ են քնում, բա կտա, ոնց կտա Արտուր։ Ինչ հարստություն ունի Արցախը ազատագրող Քոչարյանների ընտանիքը Հունաստանում։ Ամանորից հետո նկարահանելու ենք Ռոբերտ Քոչարյանի Հունաստանի հետ, ուրեմն կղզի չունեմ, էսի չունեմ, այնի չունեմ, կգնանք կնկարահանենք հասցեով, հյուրանոցներով ամեն ինչով գիտենք։ Կգնանք մտածել կմտնենք մի հատ կասենք սրանք ով են, մտքենք դե դրանց վրա ոնց որ միշտ անում ենք։ Մենք իրանց օբյեկտներ մտնում ենք, այդ աշխատանք տնօրենից սկսած մկանցակն են մտնում։ Եթե պետք է ձայնային հաղորդագրությունները կմիացնեմ եւ Քոչարյան Ռոբերտը իր թորների հետ իր ընտանիքի հետ կլսի թե Արցախի իր հայրենակիցները, այդ որ ասում ես Արցախ ազատագրող եմ, մի հատ կինո էր նկարել, Թշնամին մեջքը չի տեսել։ Թշնամին քո հարցների ուրիշ տեղերն է տեսել, վիժվածք, որը որ ես կբացահայտեմ։ Սերդ կփոխեմ արա։ Պամպերսով ման կգաս բջերիդ հետ։ Արդյոք տանջված արցախցուն հետաքրքրում է թե ով կլինի թեմի առաջնորդը։ Ոզում խոսում Ղարաբաղցունի հետ եւ ոզում հասկանամ ինչ է ձեր մեջ կատարվում։ Ես զարմացած եմ լի ուղակի է։ Լոխ մոռացալ եք Ղարաբաղը։ Որևէ մեկի հետաքրքիր չի Ղարաբաղի վերադարձի հարցը, որևէ մեկը հետաքրում չի ընդհանրապես նրանով ինչ ճակատագրին արժանանում է եկեղեցիներն ու սրբավայրերը Արցախում։ Եթե հա, ապա տրամաբանական հարց առաջան, դուք որքան է սրբազանի արքունց քանդուժում։ Նույնիսկ մտնում Facebook-ին հայտարարությունը ստամ լոխտակի մտնում են, անիծում են այդ մարդին, կիրում են։ Բայց երբ որ ասում եք հավաքվիկ այդ մարդուց բացատրություն պահանջիկ, հստակ բացատրություն, ինչ հետի այդ գործողությանը դիմալ։ Խեյատի անում, խեյա մեր ցավը ու մեր նկատմամբ ցուցաբերված անարդարությունը անտեսում լոքսուս քանում։ Արա դուք գնացեք մտեք արցախցիների տունը տեսեք ինչ է կատարում, այդ մարդիկ 3-4 տեղ են աշխատում, որ իրենց ընտանիքը պահեն։ Ասենք ամեն օր այդ տրանսպորտի բանի գումարի համար են բանանում։ Դուք ընկել եք Արցախի թեմի առաջնորդին Արցախից խոսում է մարդ, որը որ Շարաման Սամվել վիժվածքը, որը որ պետություն է լուծարել։ Այլ մարդը ուղիղ եթերում գնացել է ադրբեջանցիների մոտ տեսակ վերանգած ստորագրեց պետությունը լուծարեց։ Սրան ես հիմա ինքը իրան սարքեց վիճվածք։ Երբ կկալանավորեն ամենայն հայոց կաթողիկոսին։ Վիսկին են, որ Ալիևի հետ Հեյդարի հետ հանդիպել էր, ռեխը բացած վիսկին չտեսի պես ձեռը, հիմա այդ վիսկին ձեռը հիմա կայֆ է ստանում, որովհետև Գարեգին Բային պետությանը, այս ամեն ինչը այս իրավիճակը ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը։ Սրա մուտիկն է։ Այն տերորիստ Բագրատին ով հանեց գցեց քուչեքը Ռոբերտ Քոչարյանը։ Մենք ինֆորմացիան ստացնենք, չէ՞ որ Գերմանիայից Քոչարյան Ռոբերտը զանգել էր այն մկին Աբրահամյան Հովիկին։ Ինչ են պատմում քաղաքացիները մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի մասին։ Նա մարդու իրավունքների պաշտպան երբեք չի եղել, նա եղել է Սերժ Սարգսյանի եւ Միշիկի իրավունքների պաշտպանը եւ այդ քաղաքացին տեսեք ասում է գալիս էր Բերտ Գաուտ, որ մեր իրավունքների կապված աշխատող բանին, ղեկավարության պաշտպանողներ իրար գզում էին կոպիտ ասած։ Դե նա այդ մարդը տեսել են, չէ՞, Արտուր, այսինքն հիմա տեսեք, հա ժողովուրդը մեզ էլ չեն տեսնում փողոցում բազմաթիվ հանրային վայրերում, մեզ էլ գիտի, նրանց էլ գիտի։ Ուրան հայտացավ 400 կիլոգրամ ոսկին Արցախից եւ ովքեր են օգնել Ալեքսանդր Սարգսյանին։ Եվ սիրելի հայրենակիցներ, այդ հայտնի ադրբեջանական այդ քրեական հեղինակության եղբոր հետ միասին Սաշիկ Սարգսյանը
այդ 400 կիլոգրամ ոսկին ինչ-ինչ ճանապարհներով տիրացել են եւ այդ ոսկին այժմ գտնվում է Եվրոպայում։ Այս եւ այլ կարևոր թեմաներով լի եթերը դիտեք այսօր, դեկտեմբերի 7-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։